Կին Հովհաննիսյան, քանի որ վերջում շտապ օգնությունից խոսեցիք, ուզում եմ հետաքրքրվել ինչ սկզբունքով է որոշվել պետության կողմից փոխհատուցել շտապ օգնության 8 կանչը տարվա կտրվածքով, կա արդյոք այդտեղ դրված ինչ որ հաշվարկ եւ սկզբունք, եւ արդյոք պատրաստվում եք հնարավոր է որ վերանայեք, օրինակ դարձնեք 12, ասենք ամիսը 1 կանչ, ավելի օպտիմալ, բայց եթե այդտեղ կա ավելի լուրջ գիտական հիմնավորում, որ 8-ը բավարար է, որովհետև մենք ունենք արդեն օրինակ թոշակառուների կողմից արված կանչեր, որ 8-ը արդեն անցել է մարտ ամսին, եւ շատ դեպքերում մենք падգամավորներով էլ երբ մեզ դիմում են, ստիպված ենք լինում մենք ինքներս վճարել, որպեսզի հետո հարկադիր այսպես ծառայության հետ խնդիրներ չունենան մեր տատիկները եւ պապիկները։ Այս 8-ի մասով կխնդրեի պարզաբանել պատճառը եւ արդյոք հնարավոր է վերանայել։ Նախ ասեմ, որ մենք վերլուծել ենք շտապ օգնության կանչերի բնույթը եւ տեսնելով, որ այն կանչերը, որոնք անցնում են 8-ը 10-ը եւ այս միջին վիճակագրական տվյալներից անցնում են, դրանք հիմնականում քրոնիկ վիճակներով դեղապահովման կամ ուղղակի կներեք ճնշումը չափելու վերաբերյալ են։ Դրա համար վերլուծելով վիճակագրական տվյալները եւ վերլուծելով թե կոնկրետ շտապ օգնության կանչերը ինչքան են կազմում մեկ վիճակագրական քաղաքացու համար տարվա ընթացքում, ստացել ենք այս 8 թիվը։ Բայց իհարկե այնտեղ ունենք նաեւ բացառություններ եւ հասկանում ենք, որ կան ուրեմն ճանապարհատրանսպորտային պատահարներ, տրավմաներ եւ այլն, որոնք որ ըստ էության այս հաշվարկին հավելյալ կարող են դիտարկվել։ Եվ պիտի ասեմ, որ այս բարեփոխումը նաեւ պետք է համալիր դիտարկել առողջության ապահովագրության ներդրման հետ։ Տեսեք, նախկինում մեր 65+ տարիքի քաղաքացիները, եթե չունեին հաշմանդամության կարգ, ըստ էության չունեին հասանելիություն դեղերի, ինչը նշանակում է, որ նրանք ունենում էին հիպերտոնիկ կրիզեր, ունենում էին սրացումներ կամ ուղղակի դեղի ապահովման հետ կապված էր նրանց կանչը։ Այս մասով մենք ապահովելով նրանց դեղորայքային, հիվանդանոցային եւ նաեւ առաջնային օղակում բավարար հետազոտությունների, բուժման եւ այս ամբողջ ընթացքը հնարավորություն ենք տալիս կառավարելու հիվանդությունները, որ մենք անհարկի չունենանք ծանրաբեռնվածություն շտապ օգնության կանչերի վրա, որտեղ ըստ էության մենք պիտի այս շրջանակը շտապ օգնության պահպանենք հենց նույն տրամաբանության մեջ, այլ ոչ թե ուղղակի տնային այցերի մաս փոխանցվի։ Մենք հետևում ենք մեր կանչերի այս 2 ամիսների սպասարկման դինամիկային, այն օրն էլ խորհրդակցություն ենք ունեցել թե հանրապետական շտապ օգնության, թե նաև Երևան քաղաքի շտապ օգնության պատասխանատուների հետ եւ ըստ էության դիտարկումն է մեր, որ դեռ պիտի շարունակենք մոնիտորինգը, վերլուծել կանչերի բնույթը, քանակը եւ դեռ չունենք իսկապես շտապ օգնության կանչերի ուրեմն մեր այս որոշումը փոխելու հիմքերը, բայց նշում եմ, որ շարունակելու ենք մոնիտորինգը, կդիտարկենք, կտեսնենք, եթե պարզվի, որ 6 ամսվա կտրվածքով մենք ունենք իսկապես այնպիսի դեպքերի արձանագրում, որոնք մտնում էին շտապ օգնության մեջ եւ պիտի դիտարկենք, իհարկե, սա դինամիկ process է։ Շատ կարճ արձագանք, ես վստահ եմ, որ հաստատ մոնիտորինգ արվում է եւ ընթացքում, բայց կարծում եմ, որ մեր քաղաքացիներին պետք է տեղեկացնել եւ կարծես թե այդ աստիճան իրազեկված չեն կամ բոլորը իրազեկված չեն, որ սահմանափակ է պետության կողմից փոխհատուցումը եւ դրա համար շարունակում են նույն այսպես հաճախականությամբ զանգահարել շտապ օգնություն եւ հետո ֆինանսական խնդիրներ ունենալ։ Տեսեք, քանի որ ընտանեկան բժշկի ինստիտուտը ըստ էության Եվս շատ երկար պատմություն չունի մեր առողջապահական համակարգում, նոր է, այն ներդրվել է, դեռ զարգանում է, դեռ կատարելագործվում է, այս փուլում կարծում եմ, որ կարելի էր մի քիչ բարձրացնել, հետո ապահովագրության շրջանակներում, երբ որ արդեն մարդիկ կսովորեին ընտանեկան բժշկի հետ կապը,
առաջնային օղակը էլ ավելի կկատարելագործվեր, ինչը ապահովագրության ներդրման պայմաններում ուղղակի անխուսափելի է եւ կատարելագործվելու է բնականաբար այդ կապը կլիներ աստիճանաբար նվազեցնեին, մինչեւ մարդիկ հասցնեին համակերպվել, օրինակ կարծում եմ 10-12-ը սկզբի համար օպտիմալ թիվ էր, որից հետո կարելի էր մինչեւ նույնիսկ 5 կանչ իջեցնել տարիների ընթացքում, բայց կարծում եմ, որ ձեր այդ 6 ամսվա կտրվածքով մոնիտորինգը շատ ավելի պարզ ցույց կտա իրականում արդյունքը եւ կա դրա անհրաժեշտությունը, թե ոչ։ Շնորհակալություն։